Եկել ենք Զվարթնոց, որտեղ անակնկալ ենք անելու սիրված կնոջը, Ֆրիդային։ Ես երբեք ու երբևիցե չեմ թողես ես ու նա քեզ է ընտրել եւ նրա երեխաների մայրը հենց դու ես։ Եվ այդ մեկ մարդը դու ես։ Ինչ ծննդան, շախուր չկա вообще։ Բարեկամներ, հարգանքներս հիմա մենք գտնվում ենք դեպի Էշմիածին տանող ճանապարհի վրա։ Եկել ենք Զվարթնոց, գյուղ Զվարթնոց, որը այդքան էլ չես հասկանում որ գյուղ է, որովհետև Երևանի Էշմիածնի արանքում է գտնվում։ Ինքը ավելի շատ տպավորություն որ Էշմիածին քաղաքում ես, բայց Զվարթնոց ենք եկել, Զվարթնոց թաղամաս, որտեղ անակնկալ ենք անելու սիրված կնոջը, Ֆրիդային, մեր Դավիթ աղբոր կողմից, ով ավաղ այս պահին գտնվում է ճանապարհների վրա, նա ֆուրի վարորդ է, բազմամյա, այո, եւ ճակատագիրը կյանք այնպես դասավորեց, որ Դավիթը ներկա չի եւ նա որոշել է իր սերը ամեն դեպքում խոստովանել, ասել, թե ինչքան շատ է սիրում իր կնոջը։ Արդեն երկար տարիներ ամուսնացած են, ունեն 2 երեխա, 1 տղա, 1 աղջիկ, սուրբ ընտանիք, եւ Դավիթ ուղղակի չէր կարող իր սուրբ ընտանիքի ամենակարևոր սրբությանը չուրախացնել իր երեխաների մայրիկին, կնոջը այսինքն։ Հիմա գնում ենք Ֆրիդա քույրիկին անակնկալ տանենք, տոր ծաղիկ եւ իր ամուսնու ուշադրությունը իհարկե։ Ամուսինը շատ ուշադիր է կնոջ հանդեպ եւ որոշեց, որ հենց այս ձևով այս տարի այս ձև այս տարբերակով շնորհավորի իր ուշադրությունն ու սերը ցույց տա։ Իսկ մենք մեծ սիրով գնում ենք կազմակերպենք անակնկալը, մտնելու ենք հայոց Սուրբ Օջախ, գեղեցիկ անակնկալ անենք, մեր քույրիկին ուրախացնենք, որ իմանա ինչքան շատ է ամուսին իրան սիրում, որովհետև ես պատկերացնում եմ, թե հիմա ինչեր է մտածում է ամուսինը ֆուրով գնում է ուրիշ երկիր, ընդ սիրուհի ունի, տես հարցեր հաստատ կլինեն, էլի։ Դե նորմալ է, դա տենց է։ Կանայք այդպեսին են, բարեկամներ։ Բայց ամեն դեպքում թող իմանա, որ նա շատ է սիրում իրեն։ Դավիթը շատ է իրան սիրում ու ոչ ոք այդ ճանապարհի վրա, այդ 2000 կիլոմետրի վրա չկա այնքան, որ կարա Դավիթիս ուշադրությունը շեղի։ Ֆրիդա քույրիկ, իմացի, այդպես բան չի կարող լինի։ Նա քեզ է սիրում, նա քեզ է ընտրել եւ նրա երեխաների մայրը հենց դու ես։ Եվ այդ մեկ մարդը դու ես։ Իմացար։ Անես որ հանկարծ մտքով ուրիշ բան չանցնի, իմացի քեզ շատ է սիրում։ Եվ մենք էլ բարեկամներ այդ սերը պետք է տանենք տեղ հասցնենք։ Հենց հիմա գիշերվա 1000-ին Զվարթնոցի ճանապարհներով գնում ենք դեպի Սիրո օթյակ, Սուրբ Օջախ։ Ու մեծ սիրով։ Հիմա այստեղից արդեն շրջադարձի տեղն ենք հասնում։ Այս պահերը այստեղ դուրը շատ չի գալի, որովհետև վտանգավոր է ամեն անգամ այս ճանապարհը կտրելը, շրջադարձանելը, այնպես որ կխնդրեի հնարավորության դեպքում այստեղ անվտանգ անցումներ կազմակերպեն մեքենաների համար, որ հավեսով առանց կյանքի վտանգ սպառնալու այսենց բավարոտներ անես էլի։ Տեսեք մենք ոնց արեցինք, ինչ գեղեցիկ է ճանապարհը բաց էր, բայց ցերեկվա ժամերին այստեղ մեքենաների հոսքը առհասարակ շատ է, դրա համար էլ վտանգավոր է այստեղ շրջադարձներ կատարելը։ Հիմա մեզ դիմավորելու է Դավիթի ընկերը եւ գնանք շնորհավորենք։ Արա շատ տղա է Դավիթը, հա։ Սրտով, հոգով, բոլոր հայ տղամարդիկ են այդպես, սրտով, հոգով տանն են, բայց գործի բերումով հնարավոր է շատ հեռու տեղերում լինեն։ Դրա համար էլ հայոց տիկնայք մայրեր եւ կանայք ներողամիտ եղեք։ Սիրեք ու փայփայեք ձեր տղամարդկանց։ Նրանք ամեն ինչ անում են տունը շեմ պահելու համար։ Դուք էլ իրանց նեղություն մի տվեք, մի ասեք։ Ուր ես գնացե, այդ ինչ գործ ես ընտրե, պետքա միշտ ոգևորեք, որ տղամարդը իրեն լավը զգա։ Լավ, հանկարծ ընես շլի, ընենց անեք, որ իմ աղբերները իրանց վատը զգան, ընենց արեք, որ միշտ լավը զգան։ Ահա, ու գնում ենք, հասանք, աղբերս, հասանք ոնց որ, քանցնա ժամը, անց 45, 15 րոպեում ենք, դե ուրեմն կսպասենք, որ գա 12 անց 0-1 Հայք, հազար բարի, աղբերս էի անպատ եթանք, աղբեր 15 րոպե կա, բայց մոտի կա տունը, դիմացի տունն է, բարեկամներ փաստորեն մեր անուշ աղբերներ ճանաչեցին մեզ, հրավիրեցին կոֆե խմելու, հիմա էլ ասում է ծաղիկ տամ, ծաղիկի գործ են անում, ասում է ծաղիկ տամ, որ
տանիք նվիրեք։ Իմանայի որ ստետես մարդ կա անուշ աղբեր ունեմ, կգայի ձենից ծաղիկները կվերցե, հա։ Էլի կվերցնես, ընկերս։ Աղբեր ես։ Մի խոսքով ծանոթացանք աղբերների հետ, փաստորեն ծաղիկի գործ են անում։ Իրաց կողմից ծաղիկ են տվել, տանենք տանք Ֆրիդային։ Տանենք տանք Դավիթի անունից։ Դավիթի սերն է, ոչինչ պատահական չի լինում։ Այ Ֆրիդա ջան, որ ասում եմ Դավիթը շատ ասիմ, դες այնքան շատ ասիմ, սիրով համակել է բոլորին։ Ախպեր, ինչի կայնավ ստեմ էր Հայկը։ Հայկն էլ աշտարակից Հայկ է։ Այ Դավիթ, սա ընկերությանը հավքել է, որ հանկարծ մի բան հնես չէ, դա լրիվ գծագրել է, ապրես, ախպերես։ Այդպես արա սերա էլ ախպեր հոզորով չի։ Չանք օպերացիան սկսավ։ Բարի օր ձեզ։ Ոնց եք։ Բայց դու չեք գնաց անակնկալ անելու։ Հեսա, այդ մենք։ Նվերներն եք վերցում։ Հա, բարև աղբեր ջան։ Հազար բարի։ Արդեն անակնկալ արին, հա։ Ոնց որ արին։ Ինքնան է, հələ ինքնան է։ Ոնց որ արել է։ Ավես։ Ստե չէ, ու բելարը վերևն է, չէ։ Բարև ձեզ։ Ինչ եք ուշացնում որ։ Արդեն անցել է, 12-ը։ Всё, սա պատրաստ է։ Դեք կապել վար։ Սա ծաղիկներն է, արևա ծաղիկները, գիշերը որ բան տա էլի։ Բայց ոնց որ վերևը շախուր է։ Մարդ է էլ այդ բացի։ Ձերոնց, լսի նորմալ սախմի մեջ այսպես, այ։ Սա վարան գնա, ինչ կմնա։ Մի բրած, հանգիստ գնա։ Չէ, դու գնա նոր ես, որտև ես վաբշե պետք է առաջին է թայ, բայց որ եկել եք դու գնացի։ Հիմա շախուրը չի լսում։ Հիմա շախուրը չի լսվում ալը։ Չէ լսում։ Նա դոնը երասուն միացրել, այս ինչ տխուր բնում է։ Բեր միացրա։ Միացրա։ Rana steći. Ты что сцена? Шахурчика вообще. Кань. Երազանք վայփչինոր։ Հայկյան դես նկարում է լուսամուտից։ Չէ, ես ունեմ ախտը, ես հա։ Ապա դու եկել ես, հա, դու ես նկարում, հա։ Ապա շնորհավորում են հələ կա։ Ես երբեք ու երբևիցե չեմ թողես ես Կծափեր տվեք հələ լուսավորություն բերեք Ֆրիդա քույրիկ ծննդը շնորհավոր լինի հələ դու չէ հələ մոմերը թե չէ դեպք չի էլի մի հատ այդ մոմերը ծննդը շնորհավոր լինի տենը չէ քեզ ինչքան շատ են սիրում ինչքան սեր կա ուղված քեզ բայց սեր էլ կա որ ամենաշատն է ուղված քեզ մի քիչ ստե չի էլի ներող ես չէ իրան իմացա չեմ կողմից հա քո կյանքի կեսի ինքը քեզ շատ է սիրում առողջն ես լավն ես իրա կողքից անպակաս ինքը ուղակի գործի բերումով չկարողացավ էս պայն քո կողքը լինի բայց իմացի որ այս ձևով քո կողքն է քեզ քաղցրություն է միշտ կամենում քեզ շատ է սիրում շնորհակալ է քեզ այս սիրուն ընտանիքի համար առողջ լինես լավ լինես դե լավ երազանք այդ չի Սրտում գարնան արև կարմեց որն ինձ կերեց Սիրուն աղջիկ ես հավանել է Ապերը գծեց ապի, ահա Ես վերցրուս է սիրուն Հիմա ով կգա ծաղիկները Դավիթի կողմից ուղարկված նվիրի Ֆրիդային, հա Մարկ Եսի տար սիրուն նվիրի մամային մատե պաչիկ կանես Հա Երդվում եմ սերս վգա Իմ սերը կեզ վգա Կեզ պես սիրուն աղջիկ չգա Սիրուն չգա
Պապան սաղից շատ է սիրում, պրոստը հերու է հիմա, կեգա, ես էլ լրիվ բաղթի բերմամբ, թե պատահմամբ, ես էլ նվերներ, մեր աղբերների կողմից ջերմոց ունեմ, սեց իմացամ, որ գալիս ենք սննդիտ, մի խոսքով ես էլ տես թաղի կողմից հաշվի, սեց ընդհանուր թաղեցիների կողմից, ես արևները քեզ, պատահական չէր ոչինչ, ձեզ բարձր տրամադրություն քեֆ արեք, մենք էլ գնանք։ Մե բաժակ բան։ Չէ, ինչ մե բաժակ, ես ռուլավիկ եմ ես, հա։ Ֆրիդա ջան, միշտ ես փայլ ես, ես չեմ էլ կասկածում, Դավիթ քեզ անենց ապա, լավա չէ պահում։ Ոչ ես բողոքում, ասում ես, հելար գնացի իրելի մի շաբաթ։ Всё, ապրես։ Դες ես լավ որ բարձր տրամադրություն մենք գնացինք։ Ահա, Դավիթ ջան։ Հուսով եմ դու մեզան, իսկ գող մնացիր։ Հիմա գնանք հələ աղբերների հետ շփվենք, մեր բարեկամները, երկու աղբեր, էլի նույն խնդրի առաջ են կայնել, ինչը որ բոլոր ծաղիկ աճացնողները, հիմա նրանք իրենց ձևերով տարբերակներ ու լուծումներ են ման գալիս, որ ծաղիկը երկրից դուրս անեն։ Մի քիչ լավ բան չստացվա, բայց մեր գենը հայազգը պայքարող է։ Սուրբ ընտանիքները անպակաս, սերը թող թագավորի բոլորի օջախներում, Աստծո օրհնությամբ լինենք, իսկ մենք գնացինք դեպի Եղեգնաձոր, բայց մինչև Եղեգնաձոր գնալ գնանք աղբերների մոտ, նոր գնանք Եղեգնաձոր։ Համաձայն ես։ Դե գնացինք։